ուզում էի որոշ հիշեցնեմ, Աստված իր ժողովրդին ընտրում է երկրից։ Այս 2000 տարին մարդկությունը ապրում է, որպեսզի Աստված իր ժողովրդին ընտրի։ Քրիստոս իր հարս եկեղեցին ընտրի։ Հիմա որոշ տեղեր Մատթեոս ավետարանի 24 գլխում, Մարկոս ավետարանի 13 գլխում, Ղուկասի 21, Դանիելի մարգարեություն, Եսայի վերջը որոշ տեղերում այս վերջի օրերի մասին բաներ կան գրված։ Հիսուսն էլ նաև ասեց վերջի օրերի համար, թե ինչեր պետք է լինեն որպես նշաններ, մի խոսքի վրա ուզում հիմա ուշադրություն դարձնենք, որ Հիսուսն ասեց, այդ իմ գալուց առաջ պետք է ձեզ հալածել, ձեզ նեղություն տալ։ Եվ այս հայտնության մեջ ավելի մանրամասն է գրված, որ այդ գազանը պետք է սուրբերի դեմ պատերազմի եւ սուրբերին հաղթի։ Այն մյուս գազանն էլ։ Դե գազան, լավ, այս մասին էլ խոսենք։ Այսինքն, այն որ մեծ արթնություն է սպասում Հիսուսի գալուց առաջ, մեծ արթնության հետ նաև սատանայի մեծ աշխուժացում, ներգործություն, սատանայական արթնություն էլ։ Եվ սուրբերը պիտի ինչ-որ դժվարությունով անցնեն։ Ոմանք դրան ասում են մեծ նեղություն, չնայած ես համոզված եմ, որ միշտ էլ մեծ նեղություն կա սուրբերի համար։ Բայց ամեն դեպքում Աստված իր ժողովրդին ինչ-որ մի փորձություններով, դժվարությունով անցկացնում է։ Ինչի համար, մի հատ ուզում բան պատմեմ։ Մեկը խանութից աթոռ առնում, տանում ատուն, ջարդվում է այս աթոռը։ Հաջորդ օրը այդ խանութի աշխատողն ասում է, աթոռը ջարդվեց։ Ասում է, երևի նստել եք վրան։ Քիչ ծիծաղացիք, հասկանալի չէր։ Բա աթոռը վրա պետք է նստեմ, բա իհարկե։ Հիմա որ մտովի այս հումորի հետ sense շարժվենք, ճիշտ կլներ այս առնողը մի հատ խանութում նստեր վրան փորձեր, որ տենար արժի տուն տանել, թե չէ։ Բայց ավելի ճիշտ կլներ սարքող հենց արեստանոցում մի հատ նստեր վրան փորձեր։ Ոչ թե ընդամենը նստեր, այլ մի հատ էլ sense շարժեր։ Ժողովուրդ Աստված չի ուզում մեզ տանին դեղ ջարդվենք։ Աստված ուզում աստեղից մեզ փորձությունով անցկացնի, ամրացնի, զորացնի, որ մենք Աստված հաղթողների Աստված է։ Աստված մեզ պիտի զորավորներ որպես տանի։ Հայտնության երկրորդ գլուխների մեջ եթե հիշում եք ամեն եկեղեցու պատգամի վերջում գրած էր. ով որ հաղթի, ինչին հաղթենք, այդպես փորձություններով անցկացնելու, որ մենք այդ մեր հաղթությունները կերտենք։ Նենց որ ինչ են ասում ջանները դյուղեք, հա, փորձություններ են լինելու։ Փորձություններով պիտի անցնենք։ Բայց Աստված այդ փորձությունները մեր վնասի համար չի թույլ տալի, այլ մեր օգուտի համար, մեր զորանալու։ Մի վախեցեք, գրված է, որ մեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տա։ Բայց նաև Աստված ուզում է մեր կարողությունը ավելացնի։ Այնպես չէ, որ sense մի թեթև բանանի վերջ, չէ, կարողությունը պիտի ավելացնի, եւ դու բավական մեծ փորձությամբ դի հաղթես, որտեղ ինչքան մեծ փորձության հաղթես, այնքան դեռ մեծ հաղթող կլինես։ Այնքան մեծ պարգևի կարժանես։ Այսքան ընդունեցինք։ Դե այս հիմա այս ընթացքն է, որ գրված է ինչեր են լինելու։ Արդեն անցած անգամանից հիշեցնեմ։ 14 գլխի մեջ, հայտնության 14 գլխի մեջ, 14, 15, 16 համարներում, որ գրված էր ամպի վրա մեկը կար որդու մարդու նման, որին ասվեց քո ջերանդին մեկնի հնձի հունձքը ասուն ասած է, հնձեց, ես դա ընդունում եմ և ձեզ էլ ասում եմ, համարում եմ դա է այդ հափշտակությունը, որ հնձեց, իրա բաժինը հնձեց։ Այդտեղից արդեն երկու մասի է բաժանում։
մի մասը, ստե ասենք որոշ տեղեր, երկնքի մասին է խոսում, երկնքում ինչա կատարում, ասենք Աստծո ժողովուրդը գնացին, ինտեղ ինչա կատարում։ Մի մասը երկրի վրա ինչա կատարվում։ Այսինքն երկրի վրա մնացած մարդիկ կան, այն մարդիկ, ովքեր մերժել են Քրիստոսին, ովքեր չեն ընդունել, ովքեր կամ չեն լսել, այդ մարդկանց հետ ինչա կատարում։ Ուրեմն ասեմ, երկու մասով է ներկայացված։ Դե հիմնականում 14 գլխից հետո մանավանդ 16 գլուխը ներկայացված է երկրի վրա ինչա կատարում։ Երբ որ Աստված իր ժողովրդին վերցրեց, կարևոր միտք է էր։ Աստծո բարկության սկավառակները թափվեցին երկրի վրա։ Ժողովուրդ, ինչպես ամեն մի ծնող իր զավակին կխրատի, բայց մահվան չի մատնի։ Դենց էլ Աստված իր զավակներին խրատում է, բայց մահվան չի մատնում։ Բայց իր զավակներին վերցնելուց հետո այն մարդիկ, ովքեր Աստծո թշնամիներն են, այն նրանց մահվան կմատնի։ Այդ բարկության սկավառակները թափվում են նրանց վրա։ Ես համոզված եմ, որ այդ սկավառակների ժամանակ եկեղեցին երկրի վրա չի լինելու։ Աստծո զավակները այդ բարկությունից բաժին չեն առնելու։ Ուրեմն Տեր Աստված բոլորը ներկալն են քո ներկայության մեջ, որևէ մեկը չմնա։ Biz դրա մեջ սովորում ենք, դրա մեջ գալիս ենք։ Դե հիմա 16 գլուխ ավարտել ենք, այսինքն բոլոր սկավառակները թափվեցին, հետո արդեն ներկայացումը 17-18 գլուխները ոչ թե ժամանակի իմաստով են, այլ ներկայացումը բաներ, որոնք, ասենք, հենց հիմա էլ կան, պարզապես որ իմանանք դրանց էությունը։ 17 գլուխը սկսում է սրանով։ Ես մի շնչով 17 գլուխը կարդամ։ Մի շնչով, այսինքն չեմ կանգ առնելու։ Կներեք, էլի, կարծում եմ անգրադիետ չեմ կարդալ։ 7 սկավառակներ ունեցող 7 հրեշտակներից մեկը եկավ ինձ հետ խոսեցավ ասելով. «Արյու քեզի ցույց տամ այն մեծ պոռնկի դատաստանը, որ շատ ջրերի վրա կնստի, որի հետ երկրի թագավորները պոռնկեցան ու երկրի բնակիչները նրա պոռնկության գինով գինովցան։ Եվ ինձ առավ անապատը տարավ հոգով, ուր տեսա մի կին, որ կարմիր գազանի վրա նստած էր, այն գազանը լեցուն էր հայոյության անուններով ու 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ։ Կինը ծիրանի ու կարմիր էր հագել, զարդարված էր ոսկիով ու պատվական քարերով եւ մարգարիտներով, եւ իր ձեռքը ոսկի մի գավաթ ուներ պղծություններով ու իր պոռնկության անմաքրություններով լեցուն։ Նրա ճակատի վրա մի անուն էր գրված՝ խորհուրդ, մեծ Բաբելոն, պոռնիկների ու երկրի պղծությունների մայրը։ Տեսա այն կինը, որ սուրբերի արյունով ու Հիսուսի վկաների արյունով գինովցած էր։ Երբ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա։ Հրեշտակը ինձ ասեց. «Ինչու զարմացար, ես քեզի ասեմ այն կնոջ խորհուրդը ու այն գազանի, որ նրան իր վրա կկրի ու 7 գլուխ եւ 10 եղջյուր ունի»։ Իմիջիալոց 13 գլխի մեջ այդ գազանը որ կար, էլ ես նույն գազանն է, 7 գլուխ 10 եղջյուր ուներ։ Այն գազանը, որ տեսար, կար ու չկա, բայց անդունից ելելու կորուստի հերթալու վրա ու երկրի վրա բնակվողները, որոնց անուններ աշխարհի սկզբից ի վեր կյանքի գրքի մեջ գրված չեն, պիտի զարմանան, երբ տեսնեն այն գազանին, որ կար ու չկա, թեև կա կամ եւ մոտ է։ Այստեղ պետք է իմաստություն ունեցող մի միտք, այն 7 գլուխը 7 լեռներ են, որոնց վրա կինը կնստի եւ 7 թագավորներ են, 5-ը ընկած են, մեկը կկենա եւ մյուսը դեռ եկած չէ, երբ գա քիչ ժամանակ պիտի մնա։ Եվ գազանը, որ կար ու չկա, նա էլ 8-րդն է, որ 7-ից է ու դեպի կորուստ երթա։ 10 եղջյուրը, որոնք տեսար, 10 թագավորները, որոնք դեռ թագավորություն առաջ չեն, ապա գազանի հետ 1 ժամուչափ թագավորներու պես իշխանություն պիտի առնեն։ Նրանք մեկ կամք ունեն ու իրենց զորությունը եւ իշխանությունը գազանին կտան։ Սրանք գառնուկի հետ պիտի պատերազմեն եւ գառնուկը նրանց պիտի հաղթի, որտեղ նա տերերի տերն է ու թագավորների թագավոր եւ նրա հետ եղողները կանչված ու ընտրված եւ հավատարիմ են։ Ու ասեց ինձ. «Այն ջուրերը, որոնք տեսար, որոնց վրա պոռնիկը նստած էր, ժողովուրդներ են ու բազմություններ եւ ազգեր ու լեզուներ։ 10 եղջյուրները, որոնք գազանի վրա տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկը, նրան պիտի մերկացնեն եւ նրա մարմինը պիտի ուտեն եւ նրան կրակով պիտի այրեն, որտեղ Աստված նրանց սրտի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն ու միակամ լինեն եւ իրենց թագավորությունը գազանին տան, մինչեւ Աստծո խոսքերը կատարվեն։ Եվ կինը, որ տեսար, այն մեծ քաղաքն է, որ կթագավորի երկրի թագավորների վրա»։ Մի հատ միջանկյալ բան ասեմ, նոր սկսեմ մի քանի բաներ սրան մասին ասել։
Քիչ առաջ ասացի, որ այս գործողությունների ժամանակ մենք երկրի վրա չենք։ Շնաց այստեղ 17 գլուխն ու 18 գլուխ ասի, ներկայացում, ասի ոչ թե այս հենց այդ օրերի կատարվող բաներ են, այս կինը հիմա կա, այս գազանը հիմա կա, իրանց գործը անում են, այսինքն ինչ որ այդ ժամանակ նոր հայտնվեցին։ Այդ վերջի ընթացքում պարզապես մի քիչ սրանք պետք է աշխուժանան։ Իրանց մի քիչ իրավունք է տրվելու, բայց հենց հիմա իրանք գործում են։ Եվ հասկացաք, ստեղ ասվեց, որ գազանը ոչ թե սովորական մի հատ գազանը, այլ թագավորություն է։ Այս կինը քաղաք է։ Այն թագավոր բանը եղջյուրները կամ պոզերը թագավորներ են։ Ուզում ասեմ, տեսիլքի մեջ ինքը տեսնում էր գազան եւ իրեն նստած կին, բայց բացատրության մեջ ասում է, որ այնի թագավորությունն է, որ ունի թագավորներ, այս էլ քաղաք է, որը իշխում է դրանց վրա։ Արդեն հասկացաք, մենք գործ ունենք այն բաների հետ, որ մեր աշճի առաջ են թագավորություններ, թագավորներ, քաղաքներ, որտեղ անառակություն է կատարում, որտեղ պղծություն է կատարում եւ այլն։ Եվ նաեւ այս պորնիկ բառը ես ուզում եմ Աստծո տեսանկյունից ներկայացնեմ, Աստվածաշնչում հիմնականում հոգևոր պոռնոգությունը կռապաշտությունը ի նկատի ունի։ Պոռնոգությունը ո՞րն է, որ ամուսնացածներից մեկը դավաճանում ուրիշի հետ ալնում։ Հիմա եթե մեկը Աստծուց բացի ուրիշին է պաշտում, դա հոգևորապես պոռնոգություն է։ Հիմա, այսինքն այս քաղաքը կամ իր հետ ինչ որ իրանման քաղաքներ միավորված, այս թագավորությունները իրանք Աստծուն պաշտամունք չեն մատուցում, այլ իրանք ուրիշ բաներ են պաշտում։ Ինչ են պաշտում, կարող է իրանց պաշտոնը պաշտեն, իրանց փառքը պաշտեն, փողը պաշտեն, չգիտեմ ինչ, բայց Աստծուն չեն պաշտում։ Մանավանդ որ գրված ասում հայոյության անուններով էր լցված, պղծություններով եւ Աստծու դեմ հայոյություն էին անում։ Իմ համար ամենայն հատկանշականը, որ Աստծու դեմ էին հայոյում, այս գազանն էլ, այս կինն էլ։ Դրա համար անցած անգամ Դանիելի մարգարեությունից կարդացին 7-րդ գլխից, որ 4 գազան տեսավ, 4-րդը ասում է բոլորից տարբեր էր։ Ինչով էր տարբեր։ Պատմությունից գիտենք աշխարհի սկզբից մինչև հիմա բոլոր թագավորները, բոլոր պետությունները, ինչքան ուզում է գազանն են, Աստծուն հավատացել են։ Բայց այս վերջի թագավորությունը Աստծուն չի հավատում։ Աստծուն դեմ է։ Գիտեք նման թագավորություն։ Ես ապրել եմ դրա մեջ։ Ես պարզապես չեմ ասում, որ քաղաքական բան չլինի։ Սա բոլորից տարբեր է, որ Աստծուն հայոյում է։ Աստծուն մերժում է բացարձակապես, Աստծուն չի ընդունում։ Հիմա շարունակենք։ Մի հատ նախաբան էլ պետք է ասեմ։ Ժողովուրդ, սրանց մեջ ես շատ չեմ մտածել խորանամ։ Այն որ ես ստեղ չեմ։ Այն որ ինձ չի վերաբերվում։ Վերաբերում անհավատներին։ Իմ համար պետք չի շատ խորանամ։ Մեզ քաղաքը ինչքան է պոռնկացել։ Այս թագավորությունները ինչ են անում։ Շատ ինձ պետք չի շատ խորանամ։ Բայց մատերիալորեն գոնե մի քանի բան ասեմ։ Ինչ որտեղ Աստված թույլ է տալու, որ սրանք մի քիչ գործեն։ Սուրբերին, ասում եմ, դինովցած էր սուրբերի արյունով։ Սուրբերին նեղություն տան, ինչի համար որպես սուրբերը զորանան։ Ոմանք էլ կզոհվեն։ Աստծո առջև պատվական է իր սուրբերի մահը։ Գիտեք, 5-րդ կնիքը Հիսուս բացեց Աստծո զոհասեղանից Քրիստոսի անունով անվան համար զոհվածները պիտի ասեն մեր արյան վրեժ երբ ես լուծելու, ինքն էլ ասելու է սպասեք էլի կան ձեր նման գան եւ վերջապես լուծել։ Այստեղ այդ արյան վրեժը լուծելու ժամանակն է։ Նաեւ ես հասկացել եմ, սա հենց այդ Արմագեդոնի պատերազմն է։ 16 գլխում Արմագեդոնի մասին անցած անգամ խոսեցինք։ Որ են գորտերի նման ոգիները որ դուրս են գալի Գազանի բերանից եւ Սուտ Մարգարեի բերանից եւ պիտի գան ազգերին, թագավորներին հավաքեն պատերազմի։ Ստեղ կարդացինք.
Այդ 10 եղջյուրները 10 թագավորներ են։ Ուրեմն 7 գլուխ 10 եղջյուր։ Հիմա ասենք ազգերի մի հատ միավորում է, էլի, բան են կազմակերպում։ Կարող է 50 ազգ լինի տեղ, 50 թագավոր լինի, բայց գլուխը բոլոր մասնակիցները գլուխ չեն։ Գլուխը 7-ն են։ Հասկանում եք, չէ՞ գլուխը որն է։ Հայաստանի պրեզիդենտը այն չի կարանի, ինչ որ Ամերիկայի պրեզիդենտը։ Այնի գլուխը։ Այսինքն 7 թագավորներ գլուխ են, առաջնորդում են։ Այն մնացած իրենց հետևից եկող են։ Իսկ այս 10-ը գլուխ չեն, բայց կողից զորքով, զենքով օգնորներ են։ Մանավանդ ասում են սրանք եղջյուր են, կոտոշ, կռվող, կողից օգնող։ Հիմա մի հատ իմ հասկացած կարևոր բանն եմ ուզում ասել։ Սրանք միասին պետք է միավորվեն, ասում եմ, մի ժամուչափ սրանք իրանց կամքը տալու են Գազանին։ Միասին պետք է միավորվեն գան Արմագեդոն, գան պատերազմելու, բայց ընդեղ հետո մի հատ դառնալու են իրանք արդեն կոտորեն։ Այս 10 եղջյուրները, այս 10 թագավորները կարդացինք, սկզբից նրանց հետ միակամ էին, բայց հետո պետք է դառնան այդ պոռնիկին վերացնեն։ Դառնան այդ քաղաքին վերացնեն։ Հասկանում եք, այն Հովսափատի ժամանակ եղավ, անցած անգամ երևի ասեցի, որ թշնամին ինքը իրան կոտորեց։ Այստեղ թշնամին ինքը իրան կոտորելու է։ Բայց ինչ որտեղ մնացածին, հեսա մի քիչ հետո կհասնենք Հիսուսն է գալու եւ նրանց էլ վերացնի, մնան խելոքները։ Եթե այսքանի վերաբերյալ եղբայրներ բան եք ասելու, ծառայողներ։ Եթե չէ, բերեք շարունակենք։ 18 գլուխը կարդա։ Սրանց հետո մի ուրիշ հրեշտակ տեսա, որ երկնքից ճիշտները մեծ իշխանություններ ու երկիրը նրա փառքով լուսավորվեցավ, նա զորավոր ձայնով կամ զորությամբ մեծ ձայնով աղաղակեց ասելով. ընկավ մեծ Բաբելոն եւ դևերու բնականան եղավ ու բոլոր պիղծ ոգիներու արչելանոց եւ բոլոր պիղծ ու ատելի թրջունների վանդակ, որտեղ նրա կատաղի պոռնկության գինից խմեցին բոլոր ազգեր ու երկրի թագավորները նրա հետ պոռնկացան եւ երկրի վաճառականները նրա չափազանց զեղությունից հարստացան։ Երկնքից ուրիշ մի ձայն լսեցի, որ կասեր. ելեք դրա մեջից իմ ժողովուրդս, որպեսզի դրա մեղքերին հաղորդակից չլնեք ու դրա հարվածներից բաժին չառնեք, որտեղ դրա մեղքերը մինչև երկինք հասան ու Աստված դրա անիրավությունները հիշեց։ Հատուցանեք դրան, ինչպես ինքը հատուցանեց ու իր գործերու համեմատ կրկնապատիկ փոխարինեցեք դրան։ Այն գավաթը, որ ինքը լցրեց, կրկնապատիկ լցրեք իրեն, որչափ որ փառավորեց իրեն եւ զեղությամբ ապրեցավ, այնչափ էլ տանջանք եւ սուկ հատուցանեք դրան, որտեղ իր սրտի մեջ կասի. ես թագուհի եմ, որբևարի չեմ ու բնավ սուկ պիտի չտեսնեմ։ Նրա համար մեկ օրվա մեջ պիտի գան դրա հարվածները, մահ ու սուկ եւ սով ու կրակով պիտի այրվի, որտեղ հզոր է Տեր Աստված, որ նրան դատեց։ Ու երկրի թագավորները, որ դրա հետ պոռնկացան ու հեշտացան, պիտի լացեն ու կոծեն դրա վրա, երբ դրա հրկիզումի ծուխը տեսնեն։ Դրա տանջանքից վախից հեռու պիտի կանգնեն ու ասեն. վայ, վայ քեզի մեծ Բաբելոն քաղաք, հզոր քաղաք, որ մեկ ժամի մեջ եկավ քո դատաստանդ։ Ու երկրի վաճառականները պիտի ողբան ու սուկ անեն նրա վրա, որտեղ այլևս մեկը չի գնի եւ չի առնի նրանց վաճառքը։ Ոսկի ու արծաթի պատվական քայլի, մարգարետների, Բեհեզի, Ծիրանի, Մետաքսի, Որդան կարմիրի վաճառք եւ խունկի փայտերը, փողոսկորյա ամանները, պատվական փայտե ու պղնձի երկաթե մարմարիոնի ամանները, կինամոնը, ամոմոնը, խունկերը, հանուշահոտ յուղը, կնդրուկը, գինին, ինչ ասեմ, պիտի կարդամ էլի։ Ձեթը, նաշիրը, ցորենը, արչարները, ոչխարները, ձիերը ու կարքերը, մարմինները ու մարդկանց հոգիները, նույնիսկ մարդկանց հոգիներն են ծախում։ Եվ քո հոգի ցանկացած պտուղները քեզանից գնացին ու բոլոր շքեղ ու փայլուն բաները քեզնից կորսվեցան եւ այլևս բնավ պիտի չգտնես նրանց։ Այս բաների վաճառականները, որոնք նրանից հարստացած էին, հերու պիտի կանգնեն նրա տանջանքի վախից, լալով ու սուկ անելով ու պիտի ասեն. վայ, վայ, մեծ քաղաք, որ Բեհեզ ու Ծիրան եւ Որդան կարմիրը իր հաճել ու ոսկով պատվական քայլով մարգարետներով զարդարված էր, որտեղ այնքան հարստությունը մեկ ժամի մեջ փչացավ, նավարներն էլ այն ամենը,
որ նավոտեղ կգնան նավաստիները, որոնք որ ծովի մեջ կբնակվեն հեռու կանգնեցան, եւ տեսնելով նրա հրկիզումի ծուխը քաղաքային ասելով. ով նման է այս մեծ քաղաքին, իրենց գլուխների վրա հող ցանեցին ու լալով ու սուկ անելով աղաղակեցին ասելով. վայ, վայ, այն մեծ քաղաքին, որի մեջ իր պատվականությունից հարստացան ամենքը, որոնք նավեր ունեին ծովի վրա, որտեղ մեկ ժամում մեջ ամայացավ։ Ուրախացեք նրա վրա երկինք ու սուրբ առաքյալներ եւ մարգարեներ, որ Աստված ձեր վրեժը նրանից առավ։ Եվ մի զորավոր հրեշտակ մի քար առավ աղորիքի մեծ քարի նման ու ծովը գցեց ասելով. այսպես ուժով վար պիտի գցվի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս պիտի չգտնվի, եւ քնարահարների ու երաժիշտների եւ սրինգարների ու փողահարների ձայնը այլևս պիտի չլսվի քո մեջ, եւ այլևս վարպետ արեստավոր պիտի չգտնվի քո մեջ։ Աղորիքի ձայնը այլ չպիտի լսվի քո մեջ, եւ ճրագի լույսը էլ պիտի չերևա քո մեջ, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը էլ պիտի չլսվի քո մեջ, քանի որ քո վաճառականներդ երկրի մեծամեծներն էին, որտեղ քո կախարդությունով բոլոր ազգերը մոլորվեցան եւ մարգարեներու, սուրբերի ու երկրի վրա բոլոր սպանվածների արյուն նրանց մեջ գտնվեցավ։ Ես պարզապես պարտավորվեցի կարդալ, որ միտեղ բաց չթողենք, բայց իմ համար այդքան ինչ-որ հետաքրքիր չի, բայց բաները ստերից առնում եմ ես։ Հիմա ինչ որ առել եմ ձեզ ասեմ։ Մեկը, ուրեմն 6 համարի մեջ է, ես թե 4 մի րոպե, 4-ներ, հա։ Երկնքից ձայն եկավ, ելեք դրա մեջից, որ դրա մեղքերին հաղորդ չլնեք եւ դրա պատիժցել բաժին չունենաք։ Եղել է, որ ինձ հարց են տվել եւ ես կարծում Սուրբ Հոգին է մեջ դրել պատասխանել եմ հետեւյալը։ Աստված ինչի չի պատժում։ Ո՞վ է տեսել անօրենություն։ Կարծում բոլորս էլ տեսել ենք։ Ու բոլորս մտքով անցել է։ Աստված ինչի չի պատժում։ Գիտեք ես ինչ եմ հասկացել։ Եթե Աստված հիմա վերցնի պատժի, մեզի շատերը բաժին կունենան։ Որտեղ ինչ որ չափ իրանց մեջ են ապրում։ Աստված մեզ պետք է վերցնի ու նոր այդ պատիժ ուղարկի, որ մենք բաժին չունենանք։ Հիմա ասում է ելեք դրա մեջից, որ բաժին չունենաք։ Հիմա այս ելեքը թե ընդհանրապես քոչեք գնացեք ուրիշ տեղ, թե հափշտակությանը մասնակցեք, չգիտեմ, բայց մի միտքել եմ ուզում ասեմ։ Հռոմայացիների 11 գլխում գրված է, որ եկեղեցուց բացի, երբ որ եկեղեցին հափշտակվի, արդեն Աստված Իսրայելին պիտի վերադառնա, Իսրայելի մնացորդը պիտի փրկվի։ Միգուցե այսօր ասում է ելեք, այդ Իսրայելի մնացորդին նկատի ունի ելեք։ Դրա համար հաստատ չեմ կարող ասեմ, սա Իսրայելի մնացորդին նկատի ունի, թե մեզ բոլորիս նշանակում է։ Այս խոսքերը մեզ ասում են այն ժամանակ, քանի դեռ հափշտակություն չի եղել։ Հասկանալի է։ Այսինքն հենց հիմա այս խոսքերը մեզ վերաբերում։ Սիրելի մարդիկ, ելեք ինչից։ Բաբելոն նշանակում է խառնակություն։ Այս պորնիկը հենց այդ խառնակության մարմնացումն է։ Խառնակ բաներից դուրս եկեք։ Որոշ քաղաքական բաներ, որ ես լսել եմ, իմ մեջ ունես մի չգիտեմ, այդ զգացման անուն չեմ կարող ասեմ, Տեր Աստված այդ խառնակություններից ինձ հեռու պահի։ Ամեն բան այնքան խառնված է իրար, որ մենակ այս վերացումը դրան կդզի։ Դրա համար Աստված որոշեց վերացնել։ Աստված չի կարկատելու երկրի վիճակը, Աստված վերացնելու է։ Որտեղ խառնակությունը շատ վատ բան է։ Աստված ասում է, իմ ժողովուրդ, խառնակություններից դուրս եկեք։ Խառնակությունը գիտեք ինչ է։ Այս աշխարհի ամբողջ կյանքը խառնակություն է։ Ամենաճիշտը սուրբ մաքուր կյանքն է։ Ընդունում եք սա։ Պարզ, սուրբ, մաքուր կյանք ապրի։ Խառնակություններից հեռու մնա։ Բամփասանքներ տալ, առնել, մեղադրել, հարթարացնել եւ այլն։ Մաքուր կյանք ապրի։ Բաբելոնից դուրս արի։ Այսինքն հիմնականում ոչ թե քո քաղաքից, քո ընտանիքից դուրս արի, այլ այդ խառնակ բաներից դուրս արի։ Ամենասով կա սրա։ Էսի մի միտք, որ ուզում եմ ասել։ Մյուսը, ստեղ ահագին, ասենք, արժեքավոր բաներ նշվեց, որ
մարդկանց համար արժեքավոր ոսկի, արծաթ, այնտեղ չգիտեմ էլ ինչ լիքը բաներ։ Ստեղից երևում է, ասում է մի ժամի մեջ այդ լրիվը փչացա։ Ժողովուրդ, երկրային բոլոր հարստությունները ոչինչ են կամ ոչնչանալու են։ Մեր սիրտը անկարծ չկապվի որևէ մի ունեցվածքի հետ։ Այդ բոլորը մի օր, մի ժամվա մեջ ոչնչանալու են։ Աստծո առջև դրանք արժեք չունեն։ Աստծո առջև արժեք ունի ապաշխարող սիրտը։ Մարդկային հոգին արժեք ունի Աստծո առջև։ Երկրային տեստեր ինչքան թվարկվեց, չէ՞, լիքը բաներ թվարկվեց։ Դրանք վերանալու են միանգամից։ Աստված չի ափսոսելու, վայսի ոսկի է, թող նա տանեմ դեղ ասֆալտ կանեմ։ Չէ, Աստված չի ափսոսելու երկրային որևէ մի հարստություն։ Աստծո համար արժեքը կրկնում եմ, մաքուր սիրտն է, ապաշխարող սիրտն է։ Եվ մյուս միտքը, որ ես ուզում եմ ասեմ, Իշում եք քիչ առաջ ասացի, որ 5-րդ կնիքը Հիսուսը բացեց, Քրիստոսի անվան համար զոհված հոգիները, որ ասի մեր վրեժին չի չես առնում, այստեղ դրա պատասխանն է գրված։ 18:20 համարը։ Ուրախացեք նրա վրա, երկինք ու սուրբ առաքյալներ եւ մարգարեներ, որ Աստված ձեր վրեժը նրանից առավ։ Աստված ձեր վրեժը նրանից առավ, մեկ էլ վերջի համարը։ Ասում է, եւ մարգարեների ու սուրբերի ու երկրի բոլոր սպանվածների արյունը նրա մեջ գտնվեցավ։ Այսինքն, էսի ոչ թե այդ վերջի օրերի չարչարվողների մասին է, այլ բոլոր չարչարվողների, բոլոր մարգարեների, առաքյալների, սուրբերի, երկրի վրա սպանվածների արյունը նրա մեջ գտնվեցավ։ Լրիվ այդ գազանն էլ, եթե ես կանի վերաբերյալ բան ունեք, համեցեք ասեք։ Էլի չկա, շարունակենք, գալիս ենք արդեն լավ տեղերը։ Այսքանը ասի, ներկայացում էր երկրի վրա, բայց ոչ թե միայն այդ օրերի, այլ տեսեք, երկրի վրա բոլոր սպանվածների արյունը, բոլոր մարգարեների բան, այսինքն բաներ, որ սատանային հանձնված գազանը, ասենք այդ թագավորությունները երկրի վրա գործել են եւ մենք էլ ինչ որ ժամանակ դրանց գործողության մեջ ենք եղել։ Հիմա նորից տեսիլքը գնում է երկինք։ Այդ նույն ժամանակ երկնքում ինչ է կատարվում։ Այդ նույն ժամանակ, որ երկրի վրա այս թոհու բոհ, այս պատերազմը, այս իրար կոտորելն ալում, երկնքում ինչ է կատարվում։ 19 գլխի սկզբից։ Նրանից հետո շատ բազմության մեծ ձայն լսեցի երկնքից ասելով, արդեն երկնքից է լսում, էլ երկրի վրա չի, նրանք երկրի վրա են։ Ալելույա, փրկությունը ու փառքը, պատիվը, զորությունը մեր Աստծունն են։ Որտև ճշմարիտ ու արդար են նրա դատաստանները, քանի որ դատեց այն մեծ պոռնիկը, որ իր պոռնկությունով երկիր ապականեց ու իր ծառաների արյան վրեժը նրա ձեռքից պահանջեց։ Էլի են սուրբերը, որ ասում են մեր վրեժին չես պահանջում։ Եվ կրկին անգամ ասեցին, ալելույա, նրա ծուխը հավիտյանից պիտի ելնի։ Այսինքն, ընդեղից մենք տեսնելու ենք այդ վրեժը։ Մենք տեսնելու ենք երկրի վրա ինչ կատարվեց եւ ասելու ենք, արդար ես դու։ Փառք ես, որ այդ վրեժը լուծեցիր։ Շարունակում ենք։ Եվ 24 կենդանիները ընկան ու երկրպագություն արեցին Աստծուն, որ աթոռը կնստի, ասելով, ամեն ալելույա, եւ աթոռից մի ձայն եղավ ասելով, մեր Աստծուն օրհնություն տվեք, ով բոլոր ծառաներ ու դուք, որ իրանից կվախենաք պստիկներ ու մեծեր։ Երկնքում է էսի արդեն, տեսնում եք։ Եվ լսեցի մի ձայն, մեծ բազմության ձայնի պես ու շատ ջրերի ձայնի պես ու սաստիկ որոտումների ձայնի պես, որոնք ասեին, Ալելույա, որտեղ մեր ամենակալ Տեր Աստվածը թագավորեց, եւ խնդանք եւ ուրախանանք ու փառք տանք նրան, որտեղ գառնուճի հարսանիքը հասավ ու նրա կինը ինքն իրեն պատրաստեց, եւ իրեն հագնելու համար տրվեցավ մաքուր լուսափայլ բեհեզ, քանի որ այն բեհեզը սուրբերի արդարությունն է։
Շարունակեմ։ Եվ ինձ ասեց. գրի, երանելի են նրանք, որ գառնուկի հարսանիքի ընտրիքին կանչված են։ Ինձ ասեց. սրանք են Աստծո ճշմարիտ խոսքերը։ Բերեք շարունակեմ, ինչ չէ, վերնագիր կա։ Ես էլ նրա ոտքերի առջև ընկա, որպեսզի նրան երկրպագություն անեմ ու ասեց ինձ. զգուշացիր, մի արա, որտեվ ես էլ քո ծառայակիցն եմ ու քո եղբայրներիդ, որոնք Հիսուսի վկաներն էին։ Աստծուն երկրպագություն արա, որտեվ Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Հիմա փաստորեն երկրի վրա ինչեր էր կատարում, այդ ժամանակ երկնքում Քրիստոսի հարսանիքն է կատարում։ 7 համարը խնդանք եւ ուրախանանք ու փառտանք նրան, որտեղ գառնուկի հարսանիքի ընթրիքը հասավ։ Երկրի վրա Արմագեդոնը կատարվում, երկրի վրա իրար կոտորում են, երկրի վրա մարդիկ պատժվում են, երկնքում Քրիստոսի հարսանիքն է։ Եվ ասում է երանելի են նրանք, որ ընդեղ են։ Եվ ուզում եմ մի բանից դե ուշադրություն դարձնեմ։ Հարսի համար։ Շնորհ հաճախ հարսանիքներին ասում ենք այս բանը, բայց հիմա որ հասել ենք այստեղ սերտողությանը պետք է ասել։ 8 համարը հարսի հագնելու համար տրվեց մաքուր ու լուսափայլ բեհեզ հագնել եւ այդ բեհեզը սուրբերի արդարությունն է։ Ժողովուրդ, Քրիստոսի հարսը պիտի մաքուր եւ լուսափայլ հագուստով լինի։ Որևէ լաքա ասեմ, հա, բիծ, սա Եփեսացիների 5-րդ գլխում է գրված, որ խորշոմություն, մի բիծ, մի բան չի լինելու հարսի հագուստի վրա, հարսի վրա։ Դες հագուստ որ ասում է, այս մեր երկրային հագուստի մասին չի խոսք։ Սա սուրբերի արդարությունն է։ Մենք մերկ չենք լինելու այնտեղ, բայց մեր ծածկոցը լինելու է մեր արդարությունը։ Դենց Աստված ասում։ Հիմա այդ արդարությունը ոնց է մեզ ծածկելու, կետանք կտենանք։ Հիմա ես չեմ կարող ասել։ Բայց դենց է գրված։ Հարսի հագուստը սուրբերի արդարությունն է եւ հիշում եք 7-րդ գլխում, հայտնության 7-րդ գլխում, որ ասում է սրանք ովքեր են, նրանք են, որ իրենց հագուստը լվացին գառնուկի արյունով։ Իսկ այդ հագուստը լվալ գառնուկի արյունով, դա իստեղ ենք անում։ Ճիշտ է։ Ոչ թե պետք է այնտեղ նոր լվանք, չէ, ստեղ ենք լվալու, այնտեղ արդեն մաքուր կանգնենք։ Մի բան եմ ուզում ասել։ Ես վերջերս միտեղ պատգամն տվել, այնտեղ ասել եմ, ոմանք նայել են երևի։ Ես գյուղում եմ մեծացել, սիրել եմ գյուղը, միջև մեր սիրում եմ, բայց գյուղի այդ գոմի հոտը չեմ սիրել։ Հիմա էլ չեմ սիրում։ Հիմա ոմանք ասենք գոմը դե ասենք պիտի մտնեն կովը կթեն կամ մաքրեն եւ այլն, այդ խալաթ են գցնվրեն, որ մտնեն բան, դրանից հետո ելն խալաթը հանեն, իբր մաքուր են։ Կարող է թրիկ չի թռվել այդ, բայց հոտը կպել է։ Եթե մեկը մտավ գոմ հելավ, հոտը կպնում է։ Մանավանդ մի քիչ երկար մնաց, գործ արեց։ Մինչև ներքնաշորին էլ հոտը կպնում է։ Մազերին էլ հոտը կպնում է, մաշկին էլ հոտը կպնում է։ Պետք է լրիվ հագուստը փոխել, պետք է լողանալ, պետք է չգիտեմ ինչ անուշահոտություններով, վերջը, մի կերպ այդ հոտից բրցնես։ Այս գոմի հոտը գիտեք ինչի համար ասի, եսի օրինակը։ Ժողովուրդ, այս աշխարհի կյանքը ավելի վատ հոտ ունի իր մեջ։ Ավելի վատ, հնարավոր չէ այս աշխարհի մեջ մարդը մաքուր մնա։ Ուրեմն մեր հագուստը լրիվ պետք է մաքրենք։ Ես գիտեք ինչ համար ասի։ Ձեզ էլ հանդիպած կլինի։ Մարդկա ասում է, ես մանկուց էլ, ասենք, մաքուր եմ ապրել, եսի չեմ արել, չեմ արել, ես շատ եմ լսել։ Մենակ մի բան, ասում եմ, մի բան, երկու բան, այդ երկու բան էլ փոխեմ, ամեն սուրբ է։ Ոչ, այն ինչ որ քեզ թվում է մաքուր է, Աստծո առջև մաքուր չի։ Հոտ է գալի, վատ հոտ է գալի, քո ամբողջ էությունը մաքրվելու կարիք ունի, դու ամբողջությամբ փոխվելու, մաքրվելու կարիք ունես, մի ժամանակ որ լվաստի մեքենա չկար, ձեռով էին լվաստ կերում, հնարավոր է սարուշտի մենակ վարատնիկը լվային և ասեին մաքուր է,
Իսկ մենք լավ է, լվացի մեջ են, լրիվ տիքսես լվացի մեջ են։ Կեսը չես կարա դուրս թողես։ Աստված ուզում այդպես լվացի մեքենայով Հիսուս Քրիստոսի արյունով։ Այսինքն մեզ ամբողջությամբ բերենք այդ արյան տակ։ Մի մաս անգամ չթողենք, որովհետև մի մաս անգամ մաքուր չկա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ դրա ժամանակը հիմա է։ Նես չէ, որ վերջի օրը նոր կմաքրվեն, չես հասցնի։ Ընենց հանկարծակի ալնելու այդ վերջի օրը։ Կորինթացիների թղթում գրածա ակնթարթ, աշկ փակել բացելու։ Եթե մինչև այդ որևէ մեկը պատրաստ չի, այդպես մարդ չկա, որ այդ պահին պատրաստվի։ Հնարավոր չի, ակնթարթ ալնելու։ Կամ Հիսուս ինչի է նմանեցել գիշերվա գողի, որտեղ անսպասելի ալնելու։ Ուրեմն քանի ժամանակը ձեռքերնից է, քանի դեռ հնարավորություն ունենք, եկեք մաքրվենք, ամբողջությամբ մաքրվենք, ամբողջությամբ պատրաստ լինենք, ամեն, այստեղ է ասում, և երանի նրանց, ովքեր պատրաստ կլին, և կմասնակցեն, ուրեմն նորից ունեմ գամ սրան, երկրի վրա վատ բաներ են կատարում, բայց երկնքում ամենալավ բանն է կատարվում։ Աստծո ժողովուրդը հանդիպում են իրանց Տիրոջ հետ։ Հարսը հանդիպում է Փեսայի հետ։ Հիմա այս հարսանիքը ինչքան է տևելու, ոնց ալնելու, ես ում սրան միացնեմ կամ վերջը ներկայացնեմ։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխի 10 համարում գրված է. բոլորս պիտի ներկայանան Քրիստոսի ացյանի առջև, որպեսզի մեր այս մարմնի մեջ եղած արածների դիմաց ստանանք, թե չար, թե բարի։ Կարդում եք, չէ՞ դուք ոնց որ ձեր հայացքներից ջոկում են։ Ես չեմ տենում, բայց ձեր հայացքներից ջոկում։ Ուրեմն հիշում եք, Հիսուսը վարձքի մասին շատ խոսեց, չէ՞, այս ինչ բանը, որ անեք վարձ կառնեք, այս ինչ բանը և այլն։ Ես հասկացել եմ, և ստերից ենք հասկանում, այդտեղ է մեր վարձ կառնելու ժամանակը։ Այսինքն սկզբից մեր վարձ կառնում ենք, նոր մտնում ենք հարսանյաց սրահ։ Օրինակ կա, եթե հիշում եք, այն հարսանիքի, մի թագավոր իր որդու համար հարսանիք արեց, հրավիրվածներին և այլն, վերջ ովքեր որ եկան, թագավորը մտավ, տեսավ մեկը հարսանիքի հագուստ չէր հագել։ Ես ինչ է նշանակում։ Եվ պատմությունից հայտնի է, որ թագավորները, մեծամեծները, որ հարսանիք են արել, հրավիրվածներին բերել են մի հատ սենյակ, իրանք շոր են տվել համապատասխան, որ այս մարդիկ ծառաներից ջոկվեն, որ այս մարդկանց հետ հանկարծ ծառաների նման չվարվեն, չասեն մի հատ վազեսար են արա, այսի հրավիրված է, հրավիրվածներին պատվավոր տանեն նստացրել սեղանի շուրջը։ Մենք այս հագուստով դիլենք, այս հագուստը կամ մենակ այս հագուստը չէ։ Եթե հիշում եք Պողոսն էլ ասեց, բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, սրանից դու կմնա կենաց պսակը, որ Տերը ինձ պիտի տա նաև բոլոր իրեն սիրողներին։ Պսակ պիտի տրվի շատերին, այսինքն այս հրավիրվածը ինչ որ ունի դրանով պիտի, այսինքն պսակը տրվի, հագուստ տրվի, այդ ձևով պիտի գնա նստի հարսանիքին սեղանին։ Ընդունում եք սա թե չէ։ Ոչ թե խեղճուկրակ պիտի նստի, հետո նոր չէ, պսակները պիտի ստանանք, նոր նստենք սեղան, որ համեմատ լինենք Հիսուսի հետ։ Որ Հիսուսի ներկայության մեջ մեր ներկայությունը խեղճ չլինի, համեմատ լինենք։ Ինձ որ այդ ատյանն էլ ատեղնելու, այդ բանով պիտի անցնենք, դրա համար այդ հարսանիքը և այդ լրիվ ընթացքը 3 տարի ու կես է տևելու։ Երկրի վրա այդ 3 տարի ու կես նեռը իր նեռային գործերն անելու, բայց մենք ընդեղ մեր վարձերն ենք ստանալու, մեր պսակներն ենք ստանալու, մեր այս լուսափայլ հագուստն ենք հագնելու և մասնակցելու ենք հարսանիքին, և այդ 3 տարի կես հետո, այսինքն
Արդեն մեր պսակները, բացի պսակները, դեղ օրինակ հիշում եք, մեկին ասեց 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր, այն մեկին ասեց 5 քաղաքի վրա, այսինքն այդ մեր իշխանությունները առած, մինչ այս պսակներն այս այդ իշխանություններն են։ Այդ իշխանությունները առած Հիսուսի հետ պետք է արդեն իջնենք երկիր։ Այդ շարունակությունը հետաքրքրված է։ Այս շարունակությունը էլ կարդամ, այստեղ մի բան էլ կար, որ ասում եմ ընկա ուզեցի ընկնեմ այդ բանի հրեշտակի երկրպագեմ, ասես գուշմնա։ Ես քո ծառայակիցն եմ։ Եթե հիշում եք Հիսուս ասեց, երբ որ մենք այս մարմնից դուրս գանք, կամ հարություն առնենք, մենք հրեշտակների պես ենք։ Հիմա է որ հրեշտակները մեզնից առավել են, ընդեղ հրեշտակները մեզնից առավել չեն լինելու։ Հրեշտակն ասեց, ես քո ծառայակիցն եմ Աստծուն երկրպագությունները։ Միայն Աստված արժանի երկրպագություն ընդունելու։ Հրեշտակները ընդեղ մեր ծառայակիցը նույնիսկ մեր ծառաները ոմանք պիտի լինեն։ Լավ, այսքանի վերաբերել է թե բան կա ասելու։ Եթե չէ, շարունակենք 10 համարից։ Տեսա երկինքը բացված և մի ճերմակ ձի, նրա վրա հեսնողը հավատարիմ ու ճշմարիտ կկոչվի, որ արդարությամբ դատաստան կտեսնի ու կպատերազմի, նրա աչքերը կրակի բոցի պես էին, նրա գլխի վրա շատ թագեր կային ու գրված մի անուն ուներ, որ մեկը չգիտեր, բայց միայն ինքը, և արյունով ներկված մի հանդերձ էր հագել, նրա անունը Բանն Աստծո, այսինքն Աստծո խոսք, բանը գիտեք գրաբար խոսքն է։ Երկնքի մեջ եղող զորքերը նրա ետևից կգնային ճերմակ ձիերով, ճերմակ ու մաքուր բեհեզներ հագած, այս բեհեզը քիչ առաջ ասցինք։ Եվ նրա բերնից սրած մի սուր կերներ, որպեսզի նրանով զարկի ազգերին, ու ինքը երկաթե գավազանով պիտի հովի նրանց, ու ամենակալ Աստծո սաստիկ բարկության գինի հնձանը ինքը պիտի կոխի, եւ իր պատմուճանի վրա ու իր ազդրի վրա գրված մի գիր ուներ, թագավոր թագավորների եւ տեր տերերի։ Այստեղից հասկանում ենք, Հիսուսը երկնային զորքերի հետ, հասկանում եք, չէ՞, նրա ճերմակձի, նրա վրա հեսնողը հավատարիմ ճշմարիտ կասվի, արդարությամբ կդատի եւ այլն։ Սա Հիսուսի մասին է խոսքը։ Հիսուսը երկնային զորքերի հետ, որոնք մաքուր սպիտակ բեհեզ հագած, արդեն իջավ։ Այդ մենք ենք իր հետևից եկողները։ Այդ բեհեզ հագած իր հետևից եկողները, մենք այսինքն եկեղեցին եւ շատ հրեշտակներ։ Եվ բայց ինքը մի հատ արյունով ներկված հանդերձ էր հագել, այսինքն ինքը իջնում է այդ երկրի վրա այն չարություն ունեց չար մնացածներին էլ վերացնի, ասում է այդ Աստծո բարկության գինի հնձանը ինքը պիտի կոխի։ Նրանց այդ հարցերն էլ լուծի, նոր երկրի վրա հաստատվի հազարամյա թագավորություն։ Ուրեմն այստեղից ենք հասկանում, որ եկեղեցին Հիսուսի հետ պիտի իջնի երկիր։ Իսկ մինչև այդ հարսանիք բան լրիվ երկնքում առնելու։ Եվ որ իջավ երկիր, ստե գրած է ինչ ալնելու, ես էլ կարդամ, եւ մի հրեշտակ էլ տեսա, որ արևի մեջ կանգնած էր ու մեծ ձայնով աղաղակեց երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին ասելով. Եկեք Աստծո մեծ ընթրիքին հավաքվեցեք, որպեսզի ուտեք թագավորների մարմիններու, հազարապետների մարմիններու, ձիերի եւ նրանց վրա հեսնողների մարմիններու, բոլորի մարմինները, թե ազատների, թե ծառաների, թե պստիկների, թե մեծերի։ Եվ տեսա գազանը ու երկրի թագավորները ու նրանց զորքերը մեկտեղ հավաքված պատերազմ անելու նրա հետ, որ ձիու վրա հեծել էր, ու նրա զորքերի հետ, Գազանը բռնվեցավ ու նրա հետ սուտ մարգարեն, որ նրա առջև նշաններ արեց, որոնցով մոլորեցրեց Գազանի դրոշմ ընդունողները եւ նրա պատկերին երկրպագությունողները, երկուսն էլ ողջ ծծումբով վառած կրակի լիճը ձգվեցան, եւ ուրիշներն սպանվեցան ձիու վրա հեսնողի սուրից, որ նրա բերնից կելներ ու բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան։ Կարծում շատ պարզագրված, մենակ այս թռչունները չգիտեմ, իրական սովորական թռչուններ են, թե խորհուրդ է ինչ որ չգիտեմ էդի, բայց թե հիմա ով է, միտող գանուտ են, հաստատ մենք չենք ես, էլի։ Հիմա, նաև ստեղ են ամենակարևոր մասը ասվեց, գազանը
մյուս գազանը, այսինքն Սուրբ Մարգարեն, բռնվեցին եւ գցվեցին կրակի լիճը։ Այսինքն վերջապես երկիրը այդ գազանից բրծավ։ Այդ ավերող գազանից երկիրը բրծավ, բռնեցին, գցեցին կրակի լիճը եւ դրանց հետևից գնացող, դրանց սատարող, դրանց նմանները լրիվնել Հիսուսի սրով վերացան։ Երկիրը մնում է ուրեմն անցած անգամ երևի ասացի, Եսայի մարգարեության 17:6 որ ասում է, ոնց որ ծառը թափ տաս, արդեն մի 4-5 հատ մնա վրան, մինչև այդ լիքն էր։ Այդ ձևի այդպես շատ քիչ մարդիկ են մնալու։ Եվ միտեղ գրված է, մարդը ոսկուց թանկ առնելու, շատ թանկ առնելու մարդը։ Սրան շարունակություն արդեն 20 գլխում է, այսօր 20 գլուխը չենք կարող հասնենք, այսինքն հազարամյա թագավորությունը, որ սկսում է 20 գլխում է գրված։ Բայց մինչև հազարամյա թագավորությունը այս Հիսուսի երկիր իջնելն էր եւ այս գազանների կրակի լիճը գցելը եւ մեկ էլ այդ մնացածի վերացնելը, չարությունը վերացնել։ Եսայի մարգարեության մեջ գրված է, որ չարությունը չարերին երկրի վրայից պետք է ջնջեմ։ Այս պահին եղավ, Հիսուսը իջավ, չարերին ջնջեց, նոր հիմնում է հազարամյա թագավորությունը։ Հիմա մենք սպասում ենք այսօրվան։ Այսի մենք ենք։ Հիսուսի հետ եկողները մենք ենք։ Մենք պետք է տեսնենք այդ բոլորը։ Որ ասեմ մենք մասնակցենք, չէ, մենք սուր չենք ճոճելու։ Հիսուսի զորությունը բավական է այդ բոլորն անելու։ Մենք մեր թագավորով պիտի պարծենանք։ Մեր թագավորի գործերը տենալով մենք պետք է փառաբանենք նրան։ Եվ մենք ուրախանանք, ինչ լավ է, որ ես թագավորի հետ եմ։ Ինչ լավ է, որ ես այս խմբի մեջ եմ։ Երկը ես էլ պիտի լինեմ այդ խմբի մեջ։ Ինչ լավ է, որ ես այդ խմբի մեջ եմ։ Իսկ այդ ինչ լավը կլինի, երբ որ այնմա պատրաստվենք։ Հիմա որ պատրաստվենք, այդ ինչ լավը կլինի, երանի, ես ասում ինչ լավ, ասում երանելի են, այդ մարդիկ երանելի են։ Բայց վայ նրանց, ովքեր այդ ժամանակ Հիսուսի ոտի տակ են ընկնելու։ Աստված շատ օրհնի ձեզ, եթե ուրիշ բան ունեք ասելու, բան ուզում ասես, հələ դրանց չենք հասել, դրանք 20 գլխում են։ Լավ, ինչի տա պետք գոգնի մագոգը։ Լավ, ուրիշ բան ունեք ասելու, եթե չէ, ես չգիտեմ, այս բաները լսելով ձեր մեջ ինչ է առաջանում, ես ուզում ձեր մեջ ուրախություն առաջանա, ես ուզում ձեր մեջ էլ ավելի փափագ առաջանա Աստծո հետ մեկանալու, սրբվելու, որ վերջը ցույց է տրվում, արդեն հիմա ընտրելու պահն է, որը ընտրենք ես ներողություն էլի, սատկելը, թե ընտրենք Հիսուսի հետ ապրելը։ Դե եկեք լավ ընտրենք, լավ բռնենք։ Ես երկրային, մեկ էլ էդի ասեցի 18 գլխի մեջ, երկրային ոչ մի բան չարժի այդ Հիսուսի հետ լինելու, մի վարկյանի հետ նույնիսկ։ Երկրային ոչ մի բան, բայց երկրային ինչքան բաներ են մեզ ձգում, մեզ խաբում։ Ժողովուրդ երկրային, չեմ ասում մի ապրեք, չեմ ասում որևէ բան մի ունեցեք, բայց ձեր սիրտը դրանց հետ չկապեք։ Դրանց հետ մի կապեք, դրանք եղած չեղած ձեր համար մի հաշիվ լինեն։ Ձեր սիրտը Հիսուսի հետ կապեք։ Եվ Աստված ցանկացած իրավիճակի մեջ իր ժողովրդին պահել գիտի։ Մի վախեցի, գոհացը չի պակասելու։ Պակասել մի օր ծոմ պահի, ոչինչ։ Քո հագուստն էլ չի պակասելու։ Հենց պակասի Աստված մեջի սրտում կդնի քեզ կօգնի։ Բայց սուրբ ապրի։